Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում այսօր շահագործման հանձնվեց գյուղի վերակառուցված մանկապարտեզը։ Նորոգված 720 քառակուսի մետր տարածքով շենքի երկրորդ հարկում կտեղակայվեն նաև Ախուրիկի վարչական նստավայրը, համայնքային կենտրոնը եւ արվեստի խմբակները։ Շատ ուրախ եմ այսօր ստեղ գտնվելու համար, մեր օրը տոն դարձնելու համար, այս երեխեքի աչքերի փայլը իրականում հենց այն է, որի համար մենք աշխատում ենք։ 1985 թվականի տիպային մանկապարտեզի շենքը 88-ի ավերիչ երկրաշարժից հետո չի ծառայել որպես մանկապարտեզ, ավելի ուշ հատկացվել է դպրոցին, իսկ Ախուրիկը մնացել էր առանց մանկապարտեզի։ 2022-23 թվականներին կառավարություն համայն գործակցությամբ որոշում է վերանորոգել շենքը, այս անգամ որպես մանկապարտեզ։ Մարզպետն ասում է, շատ կուզենար շնորհավորել ախուրիկցիներին վերջապես մանկապարտեզ ունենալու առիթով, բայց այսպես մանկապարտեզ չեն հանձնում շահագործման։ Հրապարակավ հայտարարեց, որ դժգոհ է։ Այս պատկերները իրականում դե չունենան, որովհետև կառավարությունը 100 միլիոնից ավել փող է տվել մանկապարտեզ սարքելու համար, ու մենք այսպես պատում ենք, ու մենք այսպես դրան կողք ունենք։ Վերջը վարչական ղեկավար, համայնքի ղեկավար, այս երեխեքին արժանի պատ է, որ մենք մի ունենք թազա ռեմոնտերած մանկապարտեզ եկել ենք բացել։ Հետո Արուշանյանը նորից մոտեցավ ամբիոնին։ Ստեղ մի թերություններ կան, տոնը չեմ ուզել փչացնել, բայց ինչ թերություններ կան, այս թերությունները շաբաթում հետո կուկա եկուս մարզպետարանը արձանագրելու, այս թերությունները շաբաթում հետո վերածրածկելն։ Այնուհետև Դավիթ Արուշանյանը հեռացավ, իսկ բացման արարողությունն անցկացրին Ախուրյանի ղեկավար Զավեն Մանուկյանն ու վարչական պատասխանատու մարզպետ Սարգսյանը։ Ախուրյանի ղեկավարն ասաց, սուբվենցիոն ծրագիրը 100 միլիոն դրամից ավելի արժեք ունի, 70%-ը պետական միջոցներ են, 30%-ը համայնքային։ Հասկացաք մարզպետի վերջո ինչից էր դժգոհ։ Եկեք չմեկնաբանեմ, թող մարզպետը ինքը մեկնաբանի իր ասածը, ամենայն դեպս նորից եմ կրկնում, եղել է նախագիծ, եղել է նախահաշիվ, որը հաստատվել է եւ մարզպետարանի կողմից եւ կառավարության կողմից, եթե տեղակի սուբվենցիոն յուրաքանչյուր ծրագիր անցնում է միշտ գերատեսչական հանձնաժողովով եւ որպես ընդունող մարմին է նաեւ մարզպետարանը, նաեւ քաղաքաշինության տեսչությունը, վերջում նոր համայնքապետարանը։ Իսկ եթե ընդունած է շենքը, շինությունը, իսկ եթե համայնքապետարանը չի ընդունում, մնացած կառույցների աշխատանքն է տնում կասկածի տակ։ Շենքը ընդունել են այդ։ Շենքը ընդունած է։ Մարզպետարանը ընդունել է։ Եթե շենքը ընդունած է, ուրեմն մեկ շահագրգիռ կողմն էլ մարզպետարանն է։ Ախուրիկի 35 տարվա երազանքն էր մանկապարտեզ ունենալը, այն կծառայի նաև հարևան Գետքին ու Ղարիբջանյանին, ասում է վարչական պատասխանատուն։ Մանկապարտեզը դեռ անցած աշնանն էր հանձնվելու, ասում է մարզպետ Սարգսյանը։ Շինարարության հետ խնդիրներ կար, վթերությունների վերացում, դրա համար էլ մանկապարտեզը այսօր է բացվել։ Այո, պարոն մարզպետը ճիշտ նկատեց, այդ թերությունները տեխնիկական խնդիրներ են թերություններին։ Ինչ որ մեկը պիտի պատասխան։ Շինարարը պատասխան կտա եւ մենք կվերջացնենք։ Ես ես խոստանում եմ, նորից անձամբ կհսկեմ ես, շինարարը կգա, կվերացնենք, ոչ մի խնդիր չի լինի։ Ես խոստանում եմ ձեզ, տեսեք, այսքան լրատվամիջոցների առաջ։ Շինարարի գումարը ամբողջությամբ փոխանցված չէ։ Բացի այդ ծրագրով շենքը 1 տարի ժամանակով գտնվելու է երաշխիքային սպասարկման մեջ։ Գումարը չի փոխանցվի, մինչև բոլոր թերությունները չվերացվեն, խոստացավ վարչական պատասխանատուն։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։